Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, սա քաղաքական օրագիրն է, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ։ Սա մեր այս տարվա վերջին խոսակցությունն է, վերջին զրույցն է եւ բնական է, որ որպես այդպեսին մենք փորձենք ամփոփենք անցնող տարին, արդեն անցնող տարին 2025 թվականը, իհարկե շատ տարբեր իրադարձություններ եղան, աղմկալից բաներ եղան, չգիտեմ, ոչ աղմկալից բաներ եղան, բայց մենք կենտրոնանանք իհարկե գլխավորի վրա։ Իսկ գլխավորը իմ գնահատմամբ այն է, որ այս տարվա մեջ, հատկապես երկրորդ տարվա օգոստոսի 8-ի այդ պայմանագրից հետո մեր հանրության մի մասին, պետք է մենք սա արձանագրենք, հանրության մի մասին կարողացավ այսօրվա ուրեմն իշխող խումբը համոզել, որ մենք գնում ենք եւ մտնում ենք վերջապես դեպի խաղաղություն, դեպի անվտանգություն եւ անկախության ամրապնդման շրջան, ելի եմ ասում, պետք է մենք արձանագրենք, որ այստեղ հանրության մի մասին, ոչ մեծ մասին կարծում եմ, բայց մի կարևոր մասին կարողացել են իրենք համոզել։ Այդ թվում շնորհիվ ագրեսիվ շատ քարոզչության, շնորհիվ տարբեր դեմագոգիկ եւ այսպես արտաքուստ շատ էֆեկտիվ քայլերի, ինչ որ իրադարձությունների եւ այլն է, եւ այլն, մի խոսքով կարևորն այն, որ կարողացել են իրենք դա անել։ Իհարկե, սա պատրանք է, սա շատ մակերեսային է այդ պատկերացումը, որ մենք հիմա այս տարիներ անց վերջապես հիմա գնում ենք դեպի իրական տևական խաղաղություն, իրական տևական անվտանգություն ենք ստանում կամ առավելևս ամրապնդում ենք մեր անկախությունը։ Սա պատրանք է, բայց որոշակի քարոզչական մակարդակում, մակերեսային մակարդակում կրկնեմ դա գործում է։ Անկյունակարայինը, հիմնակարայինը իհարկե այստեղ օգոստոսի 8-ի այդ հռչակագիրներ, մենք դրա գնահատականը տվել ենք, դա հերթական չարիքն է, ինչպես եւ նոյեմբերի 9-ի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագիրներ, նույն տրամաբանությամբ հերթական չարիքն է եւ հերթական ամրապնդումն է Հայաստանի պարտվածի կարգավիճակի եւ հերթական մեր իրականում մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը հերթական հարվածն է։ Կրկնեմ, գնահատականը մանրամասն մենք տվել ենք այս մեր զրույցներում, ես բնականաբար հիմա այդ մանրամասն հիմնավորումները նորից չեմ բերի, վերլուծել ենք կետերով, տեսել ենք թե ինչի մասին է խոսքը եւ ինչի ենք այս գնահատականը տալիս։ Ես շատ բայց կարեւորում եմ սա եւս մեկ անգամ կրկնել այս գնահատականը, որ օգոստոսի 8-ի հռչակագիրը նույնքան չարիք է, որքան որ նոյեմբերի 9-ի հռչակագիրներ, ինչու, որովհետև մենք գիտենք Հայաստանում ուրեմն հանրային խոսք ունեցողները, հանրային կարծիք ձևավորողները եւ քաղաքական ուժերը եւ փորձագետները գրեթե բոլորը 90% եւ ավելի, քանի որ իրենք խաղում են ըստ էության արտաքին դաշտում, արտաքին կողմնորոշումների կրողներ են, այլ ոչ թե Հայաստանակենտրոն դիրքի, իրենք բաժանվում են ըստ նոյեմբերի 9-ի փաստացի կողմնակիցների, օգոստոսի 8-ի փաստացի կողմնակիցների եւ ամեն մեկը այս ճամբարներից փորձում է համոզել հայ ժողովրդին, որ այս մեկը բարիք է եւ այդ կոշտ գնահատականը չի հնչում։ Մեր հանրությունից թաքցվում է եւ չի հնչում, այլ եմ կրկնում, քանի որ բաժանումը մեր այս դաշտում հանրային քաղաքական ինքը արտաքին կողմնորոշումներով է, այդ մարդիկ ըստ էության արտաքին շահերն են սպասարկում եւ եթե նրանք ովքեր ռուսական կողմնորոշում ունեն, նրանց համար նոյեմբերի 9-ը ավելի մեծ բարիք եղել եւ այդպես են ներկայացել կամ համենայնպես չեն պայքարել դրա դեմ, հիմա էլ հակառակ կողմնորոշում ունեցողները այս օգոստոսի 8-ն են ներկայացնում որպես մեծագույն բարիք հայ ժողովրդի համար, մինչդեռ էությունը երկուսի նույնն է, փոխվում է արտաքին հովանավորը, այն էլ արտաքուստ է փոխվում ինչ որ առումով, բայց եթե նույնիսկ արտաքուստ չի փոխվում, իրական է փոխվում, խորքային է փոխվում, էությունը միևնույն է մնում է նույնը։ Եվ շատ կարևոր է նաև արձանագրել, որ նույնիսկ անկախ էս արտաքին կողմնորոշումներից, մեծ հաշվով Հայաստանի խոշոր խաղացողները քաղաքական նաև այդ մնացած իրանց փորձագետներով, չգիտեմ ինչով, այդ բոլոր խմբերով եւ այլն, իրենք բոլորը այս նույն կոնսենսուսի մեջ են շարունակում ապրել եւ շարունակելու են նոյեմբերի 9-ի կոնսենսուսի մեջ, հիմա էլ օգոստոսի 8-ի կոնսենսուսի մեջ, մեծ հաշվով ոչ ոք կտրուկ, ոչ մենք կտրուկ ուղակի չի հակադրվում դրան, չի ըմբոստանում այն տրամաբանությանը, այն էությանը, որը դրված է այս ամեն ինչի մեջ, եւ նրանց վեճը ուղղակի ասենք միշտ ասել ենք մեծ հաշվով մակերեսային եւ երկրորդական բաների շուրջ վեճ է թե
մեծ հաշվով ով իրենցից ավելի լավ, իրենք հավակնում են այս նույն իշխանությանը ընդդիմանում են, ասելով որ իրենք ավելի լավ կսպասարկեն այդ արտաքին շահերը, ավելի լավ ուրեմն այդ բոլոր բաները կապահովեն, ինչը որ Հայաստանից պահանջվում է, այսինքն այն ցածրեցված փաստացի կարգավիճակը, որ հայ ժողովրդին պարտադրվում է, այդ զույգ հռչակագրերով եւ հատկապես այս վերջին հռչակագրով իրենք պարզապես հավակնում են, որ ավելի լավ կսպասարկեն այս տարածքը տարբեր արտաքին ուժերի համար։ Նորից անդրադառնալով ամեն դեպքում եւ վեր հիշելով հիմնական բովանդակությունը այս օգոստոսի 8-ի հռչակագրի, մենք պետք է արձանագրենք նաեւ եւս մեկ անգամ երկու կետ հատկապես, մենք պետք է արձանագրենք, որ այս հռչակագրով հերթական անգամ արդեն նոյեմբերի 9-ից հետո երկրորդ անգամ փաստացի Հայաստանը ստորագրել է, իր ստորագրությունը դրել է մի փաստաթղթի տակ, որտեղ փաստացի համաձայնություն է տալիս այսպես կոչված այդ Սյունիքի միջանցքի։ Մենք վերլուծել ենք եւ ներկայացրել ենք, որ դա այլ բան չի, այնինչ որ այնտեղ ներկայացում է որպես, չգիտեմ, տրիպ, ինչ որ ճանապարհ, այդ անխոչնդոտ հաղորդակցություն եւ այլն, դա այլ բան չէ, քան այն ինչը որ տարիներ շարունակ եւ նույնիսկ տասնամյակներ շարունակ Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից կոչվել է եւ հիմա էլ կոչվում է Զանգեզուրի միջանցք, իրանք հիմա էլ այդպես ներկայացնում եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ասում են մենք հասանք դրան, իհարկե առաջին անգամ չեն ասում նոյեմբերի 9-ին էլ էին փաստացի հասել, հիմա էլ են փաստացի հասել։ Այն մնացած բոլոր ամեն ինչը խոսել ենք սրա մասին մանրամասն, որ ներկայացում է մեր մոտ քարոզչությունը, որ դա չի, դա ուրիշ բան է եւ այլն, Հայաստանի ինքնիշխանությունը ամրագրվել է եւ այլն, այդ բոլորը դեմագոգիա է։ Սա այլ բան չի, կան հերթական անգամ համաձայնություն Սյունիքի միջանցքի նախագծին, այդ ուրեմն միջանցքը կամ այդ անխոչնդոտ ճանապարհ կոչվածը դա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվելու դրա վրա, դա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է, ինչ դեմագոգիայով էլ փորձեն դա թաքցնել, հենց թեկուզ տեքստի մեջ էլ ինչ որ կողքը շուրջը ամրագրված լինի բառերով, բայց անխոչնդոտ հաղորդակցություն արտահայտությունը, որը վերաբերում է միայն ու միայն այս ճանապարհին, Նախիջևանը եւ Ադրբեջանի հիմնական մասը կապող ճանապարհին, այլ բան չի, քան Հայաստանի ինքնիշխանության զիջում դրա վրա։ Սա այն նախագիծն է, այն մեծ ծրագիրն է, որը ես ասեմ տարիների չի, տասնամյակների է նոր ասացի, որովհետեւ դեռևս 20-րդ դարի սկզբից ձգտել են դրան, այդ նպատակը դրել են, այդ Սյունիքի ճանապարհի նպատակը դրել են, ի վերջո մենք ունեցել ենք նույն Նժդեհի պայքարը, սրա մասին եղել, սրա շուրջ եղել ամբողջ կռիվը այն ժամանակ, հետագայում նաև նույնիսկ սովետական տարիներին Ադրբեջանը այդ հարցը ժամանակ առ ժամանակ դրել է փաստաթղթեր կան, սկսած 1950-ական թվականից եւ այլն, հետագայում մենք արդեն հիմա գիտենք եւ ներկայացնում են, որ նաեւ Արցախյան բանակցություններում այս հարցը նոր չի դրվել, առնվազն 2000-ականներից կա, եթե ոչ ավելի շուտ, եւ վերջապես իրենք հասել են նրան, որ Հայաստանը համաձայնվել է այս նախագծին, ել եմ կրկնում, անունը էական չի, ինչ սիրուն անուն են դրել եւ ինչպես են մեր ժողովրդին ներկայացնում։ Փաստով սա այդ ծրագիրն է։ Հիմա դա թղթի վրա ամրագրված է, ընդ որում երկու անգամ է ամրագրված, կրկնեմ, երբ կգա իրականացման պահը դեռ կխոսենք, կտեսնենք, բայց թղթի վրա դա այդպես է ամրագրված եւ մենք այս տարի փաստորեն ոչ միայն համաձայնվել ենք, այլև այսպես շուկով է Հայաստանի պետությունը դրան համաձայնվել եւ մի բան էլ ներկայացում է որպես մեծ ձեռքբերում։ Եվ մենք փաստորեն դեռ մինչև վերջ դա չգիտակցելով, չհասկանալով, որտեղ մեր հասարակությունը լրիվ այլ բան են իրենք ներկայացնում, քարոզչությունը եւ ոչ միայն իշխանական չգիտակցելով, թևակողել ենք արդեն Սյունիքի հարցի փուլ։ Դա դեռ պոտենցիալ վիճակում է, հիմա դա չի երևում, հիմա շատերի համար դա չափազանցություն կարող է թվալ, բայց մենք այսպես ասած չակերտավոր փագեցինք Արցախի հարցը եւ շատ բնականորեն, ինչպես եւ օրինաչափ է, ինչպես եւ տարիներ, տասնամյակներ մարդիկ զգուշացրել են Արցախի հարցի փակումը ինքնաբերաբար բերում է Սյունիքի հարցի բացմանը, դա հաջորդ հարցն է եւ մենք արդեն թևակողել ենք այդ փուլ։ Մենք սա գոնե գիտակից հայերով պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ մենք այդ փուլ ենք թևակողել եւ այդ պոտենցիալը, այսպես ասած, այդ հարցի դեռ բացվելու է։ Սա դեռ սկիզբն է, շատ բան դեռ չի երևում, շատ բան դեռ բաց չի, բայց այդ պոտենցիալը բացվելու է, մենք դա պետք է գիտակցենք, հասկանանք, ես չեմ ասում խոճապի մատնվենք, հասկանանք, որ սա է իրականությունը եւ սա է պայքարը, որը մեզ դեռ սպասվում է, որովհետեւ դա զուտ ճանապարհով չի վերջանալու
եւ նույնիսկ ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության փաստացի զիջումամբ չի վերջանալու։ Դա ի վերջո պոտենցիալ ունի վերածվելու լիարժեք, այսպես ասած, Սյունիքի հարցին եւ այդ նպատակն էլ բնականաբար հետապնդում են ուժերը, որոնք այդ ուրեմն խնդիրը բարձրացնում են, այդ խնդիրը միշտ բարձրացրել են ու դրել են մյուսը։ Էլի ես չեմ կարող չհիշատակել մյուս կետը, ուրեմն այդ օգոստոսի 8-ի պայմանագրի, որը վերաբերվում է այսպես կոչված ռևանշիզմի կամ վրեժխնդրության, անգլերեն տեքստում revenge կարծեմ գրած, որ հայերեն դա կամ ռևանշ են թարգմանում կամ վրեժխնդրություն են թարգմանում, բացառմանը, որը էլի շատ քիչ են խոսում սրա մասին, բայց ես էլի պետք է կրկնեմ անպայման եւ հիշեցնեմ եւ մենք գիտակից հայերով պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Արտաքուստ, ինչ որ շատ այտենց բան է, абստրակտ բան է, դե ռևանշիզմ, վրեժխնդրություն, մենք չենք էլ ուզում ոչ մի վրեժխնդրություն եւ այլն, մարդիկ այդպես գեղարվեստական են ընկալում, իրականում սա լրջագույն քաղաքական ձևակերպում է, որով մենք մեր պետությունը, մեր ղեկավարությունը առնվազն Ադրբեջանի ձեռը, իրականում նաև Թուրքիայի ձեռը եւ մյուս պոտենցիալ խաղացողների ձեռը տվել է մեր ներքին գործերին ցանկացած պահի, ցանկացած պատրվակով միջամտելու լծակ։ Այսինքն իհարկե մարդկանց թվում է կամ հենց ստորագրողներին միգուցե թվում է, որ դա իրենց չի վերաբերում, դա չար մարդկանց է վերաբերում եւ այլն, սրա մասին խոսել եմ, դա ուղղակի ապշելու աստիճան մանկամտություն է նման բանի տակ ընդհանրապես ստորագրել է եւ տալ է այդ լծակը, որովհետեւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ամեն ինչը մեկնաբանման խնդիր է եւ ցանկացած բան, որը այսօրվա ղեկավարության օրոք, ապագա որևէ ղեկավարության օրոք Ադրբեջանին դուր չի գա, կամ ընդհանրապես եթե ինքը պատրվակ նորից փորձի փնտրել Հայաստանի հետ թշնամանքը շարունակելու, վերսկսելու, ինքը ցանկացած ձևով իրեն հարմար ձևով մեկնաբանելու է այս կետը եւ ասելու է, որ այստեղ կան ռևանշիզմի դրսևորումներ եւ դա արդեն իրեն իրավական լծակ է տալիս միջամտելու մեր ներքին գործերին եւ ընդհանրապես իհարկե ռևանշիզմ ասվածը կամ չգիտեմ վրեժխնդրություն ասածը շատ լայն եւ շատ մեկնաբանելի հասկացություն է մեծ հաշվով նաեւ երկրի ներսում սա իդեպ այսօրվա ղեկավարությունն է օգտագործելու հայերի դեմ, որովհետեւ մեծ հաշվով ցանկացած դրսևորում հայկական հայրենասիրության կարող է ըստ հանգամանքների մեկնաբանվել որպես ռևանշիզմ եւ դրսից եւ ներսից այդ լծակը կօգտագործեն, բայց ինձ համար ամենակարևորը այդ արտաքին ուժերի ձեռքը դա տալն է, ամենաաններելի բանը։ Ես պատրաստ եմ նույնիսկ ասենք շատ ուշադրություն չդարձնել, եթե ներսում դա, չգիտեմ, օգտագործեն թեկուզ իմ դեմ, չգիտեմ, իմ նմանների դեմ, իմ ընկերների դեմ, բայց այն որ դուք արտաքին ուժին նման լծակ եք տվել Հայաստանի դեմ, սա ամենաաններելի բաներից է, որ դուք արել եք ու պետքա մյուսներին եմ արդեն դիմում ոչ այդ ստորագրողներին, Ժողովուրդ ջան, պետք է իսկականից մենք լրջությամբ նման բաները հասկանանք եւ լրջությամբ ուշադրություն դարձնենք, թե ինչ ենք անում։ Սա Հայաստանի ինքնիշխանությանը եւս մի հարված է, փաստացի Հայաստանը արտաքին կառավարման տակ դնելն է, գաղափարական ըստեյության մեր ներքին գաղափարական կյանքի նկատմամբ գերիշխանություն տալը Ադրբեջանին եւ նաեւ նրա մնացած բոլոր եղած եւ պոտենցիալ դաշնակիցներին, սա գերիշխանության ընդունում է, այսինքն մենք մեր ներսում մեր քննարկումները, մեր խոսակցությունները, մեր գաղափարական բանավեճերը թեկուզ այլևս ազատ չեն, որովհետև կա այդ Հայաստան պետությունը ընդունել է իր ներքին, ուրեմն խոսույթի նկատմամբ օտար պետության գերիշխանությունը։ Սա ուրիշ բան չի, ես չեմ չափազանցնում, նույնիսկ կարող է մի քիչ էլ ես բացարձակ չեմ չափազանցնում, սա իրոք դա է։ Եվ այս առումով նույնպես դրա համար եմ ես ասում, որ օգոստոսի 8-ի պայմանագիրը նույնքան, եթե ոչ ինչ որտեղ ավելի չարիք է, քան նոյեմբերի 9-ը, որտեղ նոյեմբերի 9-ով համենայնպես մեր ներքին կյանքի նկատմամբ մենք ոչ մեկին ոչ մի լծակ եւ գերիշխանություն չէինք տալիս, եւ հիմա դա իհարկե շարունակություն էլ իդեպ կունենա եւ արդեն կարծես թե ունի, հիմա օրինակ նոր օրենքի նախագիծ են ինչ որ մշակել այդ բարձր տեխնոլոգիայի նախարարությունը, այսօր կարդացի, որտեղ այնտեղ իբր հանրային խոսքում կարծեմ, ուրեմն դե այդպես սիրուն բաներ են ձևակերպել, սահմանադրական կարգի դեմ, բռնության կոչեր եւ այլն, եւ մի կետ էլ կա պատերազմի քարոզ, էլի թվում է ինչքան լավ բան է, պատերազմ պետք չի քարոզել եւ իրոք պետք չի պատերազմ քարոզել, բայց իհարկե սա ընդհանրապես ձևակերպում է
պատրվակ է ստեղծվում կամ իրավական հիմք է ստեղծում, որով էլի այս հավանաբար սա էլի համաձայնեցված է, ես կարծում եմ արտաքին ուժերի հետ, այսինքն Ադրբեջանի հետ կամ հենց իրենց պահանջով էլ դրվել է ամենայն հավանականությամբ, սա միայն ներքին նախաձեռնություն չի, ես կարծում եմ գրեթե վստահ եմ, որպեսզի էլ ավելի սա արդեն ամրապնդվի եւ կոնկրետ նյութ ստանա եւ երբ որ մի բան դուրները չգան, ասեն, ահա, տեսեք, այստեղ քարոզում են պատերազմ, ինչ պատերազմ են քարոզում, դե բնականաբար այդ ամեն ինչը Ադրբեջանի դեմ, ոչ ոք Հայաստանում ոչ մեկին չեն մեղադրելու, չէ, Թայլանդի դեմ պատերազմ քարոզելու։ Պարզ է, որ սա եւս մի ուրեմն այնտեղից դրսից եկած ապահովագրման եւ այդ գերիշխանության գաղափարական բանում գերիշխանության հաստատման եւս մի լծակ է, որը այսօրվա ղեկավարությունը պատրաստ է այդ դերը նաեւ ստանձնել, այդ այսպես ասած գերիշխանության ապահովողի հանուն արդեն երկրի ներսում իրենց ունեցած ուրեմն պաշտոնների եւ այլնի։ Սա է ուրեմն այն ինչը որ այս տարվա հիմնակարային իմ կարծիքով իրականությունն է, մնացած ամեն ինչ իհարկե կարելի է նաեւ սրա հետ կապել, կառուցել սրա շուրջ, բայց ես էլ եմ ասում, վերցնում ենք մագիստրալային երևույթը, իսկ խնդիրը, մեծ խնդիրը նա է, որ այս ամեն ինչով համբերձ ոչ մի խոշոր միտում, ոչ մի խոշոր բան մեր երկրի շուրջ չի փոխվել, ես նկատի ունեմ այն միտումները, որոնք բերել են այս իրավիճակի, որովհետև արդեն այս եկող տարի 2026-ին 10 տարին կլրանա, որ մենք բացահայտ պատերազմի փուլում ենք, սկսած 2016 թվականից, երբ որ ապրիլյան պատերազմը սկսվեց, նախանշանները իհարկե ավելի շուտ էլ կային, հատկապես 2015-ի երկրորդ կեսին, բայց 16-ից բացահայտ մենք 10 տարի այս նույն փուլում ենք, եւ դա պատահականություն չի, մենք մտել ենք այդ փուլ, որտեղ որոշակի միջազգային եւ տարածաշրջանային շատ որոշակի միտումներ եղան, որոնք բերեցին այս ապակայունացմանը նաեւ մեր շուրջ եւ մեր ներսում եւ այդ միտումներից ոչ մեկը մեծ մասշտաբում չի փոխվել։ Օրինակի համար ռուսական քաղաքականությունը, ինչպես եղել է հիմնական ստրատեգիկ ուղղությունը, այն որ իրենք փորձելու են ռուսական գերիշխանությունը վերականգնել հետ սովետական տարածքում, այդ թվում նաև այսօր Կովկասում, ես իդեպ ասեմ էլի, այդ բոլոր մեկ-մեկ sense Հայաստանում մեկ ինչ-որ խոսակցություններ են բացում։ Ռուսները թողել են Կովկասը, մոռացել են մեր մասին, փոխանակել են, ես ինչ այդ նման բան չկա ու չի կարող երբեք լինել։ Այո, այս փուլում, այս վերջի մի 2-3 տարում Ուկրաինայի պատերազմի հետ հասկանալի պատճառով իրենք пассивացել են եւ արտակուստ հիմա չեն կարողանում այն ուրեմն քաղաքականությունը իրականացնել, որը ծրագրավորում, բայց իրենց ծրագրերի մեջ, իրենց ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու ոչ մի միլիմետր։ Հենց որ նորից իրենք հնարավորությունը ստացան, իրենք նորից վերադառնալու են այստեղ նույն ստրատեգիկ պլանով, նույն քաղաքականությամբ եւ այն ինչ որ մենք հիմա ականատես ենք լինում, որ ժամանակավորապես նաեւ Ադրբեջանն է որոշ իմաստով այսպես ռուսական ազդեցությունից փոխվել, հա դա էլ անցյալ տարվա միտումներից էր, որտեղ մինչև այդ իրենք շատ ավելի ակնհայտ են սերտ բանի մեջ էին, դա էլ շատ արագ նորից հետ է փոխվելու, այսինքն այն ինչ որ մեզ հիմա թվում է, այտենց ես ինչ մեծ միտում շատ արագ փոխվելու, հենց ռուսների նորից ուրեմն վերադարձը եղավ այս տարածաշրջան, նորից նույն այդ ռուս-ադրբեջանական դաշինքը ձևավորվելու է, գործելու է եւ նորից Ադրբեջանը դառնալու է հիմնական լծակը, որով իրենք նաեւ փորձելու են Հայաստանի անկախության հարցը լուծել։ Այս միտումը ոչ միտեղ չի կորել եւ մենք պետք է պատրաստ լինենք, որտեղ այդ ժամանակավոր փոփոխությունները դրանք մենք հասկանում ենք կոնկրետ պատճառ ունեն, բայց ռազմավարական իմաստով բան չի փոխվել։ Եվ չի կարելի այս հարցում թուլանալ եւ պետք է պատրաստ լինել այդ պայքարի, որտեղ դա Հայաստանի անկախության պայքարն է։ Ոչ թե դեկորատիվ պայքարը, ոնց որ այսօր փորձում են բանանել, այդ դեկորատիվ մակարդակի խոսքերի մակարդակում չի դա։ Դա շատ կոնկրետ նյութական պայքար է լինելու, որը մեզ սպասում է եւ որում մենք պետք է հաղթենք։ Նույն կերպ չի փոխվել նաեւ Ադրբեջանի ռազմավարության մեջ ոչ մի բան եւ ընդ որում ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանը չի էլ пассивացել։ Մենք անցյալ տարի էլ քանիցս էլի համոզվեցինք, որ նույն պլանները, նույն նպատակները, որոնք դրված են եղել, նույն կերպ իրենք մնում են դրված Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Մենք բացատրել ենք, վերլուծել ենք, թե ինչու են այդ նպատակները իրենք դնում, որ իրենք գերիշխանություն հաստատելու նպատակ ունեն տարածաշրջանում։ Բարձրացնում են թեմաներ, որպես լծակներ այդ մեծ պլանը իրականացնելու համար։ Դրանց մեջ օրինակ նույն թուրքերի վերադարձի թեման, բազմիցս խոսել ենք սրա մասին, Հայաստան թուրքերի վերադարձի թեման, ադրբեջանցի թուրքերի նկատի ունեմ
Տվյալ դեպքում այդ այսպես կոչված, ինչպես իրենք ասում են Արևմտյան Ադրբեջանի թեման, էլի հիմա չեմ կրկնելու դրա մասին, չեմ երկար խոսելու, որովհետև շատ ենք խոսել, բայց ուզում եմ հիշեցնել, որ չնայած այսպես ասած խաղաղության դարաշրջանի թևակողման, մենք նորից հենց վերջերս էլի համոզվում ենք, որ դա ոչ միտեղ Ադրբեջանի օրակարգից դուրս չի եկել եւ դուրս չի գալու, թե ինչու սրա մասին շատ մանրամասն խոսել ենք։ Այսինքն էլի մենք պետք է հիշենք, որտեղ սա հաճախ էլի մեր շատերս մոռանում ենք, որ այդ թղթի ստորագրումը, այդ խաղաղության պայմանագրի, որը ենթադրաբար լինելու է, երբ որ սահմանադրությունն էլ այստեղ փոխեն, ինքը չի նշանակելու ոչինչ բանի ավարտ։ Այս պահանջները, որ Ադրբեջանը ունի, այդ թուրքերի վերադարձ եւ մյուս պահանջները, որոնց մասին խոսանք, դրանք դուրս են այդ թղթից։ Դրանք այդ թղթից անկախ են եւ լինելու են անկախ նրանից այդ թուղթը երբ կստորագրի եւ ոնց կստորագրի, այսինքն թշնամական մեծ հաշվով քաղաքականությունը Հայաստանը ճնշելու, ենթարկեցնելու քաղաքականությունը ինքը օրակարգից դուրս չի եկել եւ անպայման շարունակվելու է Ադրբեջանի կողմից, այսինքն այստեղ նույնպես ոչ մի մեծ բան չի փոխվել։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք նաև այս պայքարին եւ պատրաստ լինենք այս թեմաներին։ Նույնը հիմա էլի մանրամասն չխոսամ, ոչ մի մեծ լուրջ բան չի փոխվել այն մեծ համաշխարհային միտումներում, որոնք նույնպես աշխարհակարգի ճգնաժամի հետ խնդրում, որը էլի այն հիմնական պատճառներից էր, հիմնական ուրեմն կոնտեքստից էր, որից ծնվեց այս մեր ապականացումը վերջին 10 տարվա, այնպես որ մենք այս փուլից դուրս չենք եկել, ապականացման փուլից դուրս չենք եկել, շարունակում ենք մնալ այդ փուլի մեջ, բայց այլ բան է, որ մենք անընդհատ այս 10 տարի անընդհատ փորձում ենք փախնել այդ իրականությունից, անընդհատ մեզ փորձում են ներշնչել պատրանքային ելքեր, պատրանքային իրականություններ, իբր մենք սկզբում անտեսում էին ընդհանրապես ոչ մի բան չկար, հիմա էլ իբր մենք կարողացել ենք այդ ամենից դուրս գալ կամ կարողանալու ենք հեսա ուր որա դուրս են գալիս, այդպիսի բան չկա։ Մենք շարունակում ենք գտնվել այդ նույն ալեկոծ ծովում, որում եղել ենք եւ այդ ալեկոծ ծովում էլ պետք է հասկանանք եւ գտնենք մեր ճանապարհը։ Փախուստ էստեղից այդ իրականությունից չկա, գլուխը ավազի մեջ ուրեմն մցնելով այդ հարցը չի լուծվում եւ անընդհատ անverջ այսպես, չգիտեմ, կզելով կամ ինչ որ ասելով դե էս էլ կզիջենք, հարմարվենք, այդ հարցը չի լուծվում։ Ներսում նույնպես էլի շատ հարմար միջավայր են իրենք նորից կարողացել ստեղծել, այն նույն միջավայրը մոտավորապես այն նույն տրամաբանությամբ, որով իրենք 2021 թվականին կարողացան ուրեմն հաջողության հասնել, այսօրվա ղեկավարությունը նկատի ունեմ, էլի ստեղծել են ներքաղաքական կեղծ մի հատ հակադրություն կամ հակադրության պատկեր, որտեղ արտաքուստ շատ սուր իրար հետ բանավիճում են, բայց իրականում ոչ մի բովանդակային բանավեճ չկա, մենք սա ցույց ենք տվել հազար անգամ եւ բոլորը այս կոնսենսուսի մեջ են, բայց շատ հարմար է, որովհետեւ էլի կարողացել են իրենք փաստորեն պարտադրել այս գնանք չարյաց փոքրագույնին ընտրենք տարբերակը մարդկանցից շատերի համար, մեկի համար չարյաց փոքրագույնները կարան տարբեր լինեն, մեկի համար, չգիտեմ, այսօրվա ղեկավարությունն է, մյուսի համար այն հակառակ կողմն է, բայց տարբերություն չկա, այդ չարյաց փոքրագույն ընտրելու տրամաբանությունը նորից կարողացել են այս պահին գոնե պարտադրել հանրությանը եւ այդ ուրեմն տրամաբանությամբ էլ գնալու են 2026 թվականի ընտրություններին եւ փաստացի դրանով նորից փորձելու են մեզ Հայաստանի քաղաքացիներին իրականում զրկել ընտրության իրավունքից, որտեղ այն պահին, երբ որ դուք սիրելի ժողովուրդ համաձայնվում եք այդ տրամաբանությանը, գնանք չարյաց փոքրագույնը ընտրենք եւ ինքներդ ձեզ համոզում եք, իմացեք, որ դուք ընտրությունից զուրկ եք դառնում այդ պահին եւ ըստ էության դառնում եք մի հատ մարիոնետ, որին հերթական անգամ խաղացնում են տարբեր քաղաքական ուժերը եւ դուք ուղղակի օգտագործվում եք եւ հետո ձեր մասին բոլորը մոռանում են։ Ես շատ եմ խնդրում այս անգամ գոնե այսքանից հետո մենք չպետք է տրվենք այդ կեղծ թեզին, որ գնանք ընտրենք ինչ որ չարած փոքրագույն, ծայրահեղ դեպքում ոչ մեկին մի ընտրեք, բայց չարած փոքրագույն մի ընտրեք, դա փակուղի է, դա երկիրը անverջ այս փակուղու մեջ է պահելու եւ մի օր մենք գալու ենք հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ որ պետք է գործել, երբ որ պետք է կամք եւ արագ պատասխանել եւ չենք ունենալու, որտեղ այդ չարած փոքրագույնները չունեն ոչ այդ գաղափարը, ոչ մեկը իրենցից ոչ այդ կամքը
եւ ոչ մի իրական առաջարկ ձեզ չունեն, բացի նրանից, որ համարը բաց տեքստով ասեն մեզ ընտրեք, մենք չարյաց փոքրագույն ենք։ Չեն ասում մենք բարիք ենք, մենք ըստ էության իրանք էլ համարը համաձայն են, որ իրանք չարիք են, ուղղակի փոքրագույնն է պետք որոշել։ Հիմա ինչ անենք։ Անենք այն, ինչը որ մինչև հիմա էլ անում ենք, այսինքն մենք չարյաց փոքրագույնի փոխարեն պետք է ստեղծենք բարիք, բարյաց մեծագույն։ Այսինքն մենք հայերով պետք է ձևավորենք եւ ստեղծենք մեր առայժմ գոնե միակ եւ առաջին հայկական քաղաքական կազմակերպությունը։ Ուրիշ ելք, ուրիշ տարբերակ չկա, ինչքան ուզում եք փնտրեք այդ տարբերակը, եթե դա չենք անում, ուրեմն հավերժ ընտրելու ենք այս չարյաց փոքրագույնների միջև։ Եթե ուզում ենք, որ ընտրություն լինի, այդ ընտրությունը մենք ինքներս պետք է ստեղծենք եւ ձևավորենք։ Կրկնում եմ, առաջին եւ միակ հայկական քաղաքական կազմակերպություն, որը այս ժողովրդին նախ կներկայացնի իրական այլընտրանքը այսօրվա գաղափարախոսությանը եւ այսօրվա ստրատեգիկ կուրսին, որը չի ընդունի այդ արտաքին գերիշխանությունների փիլիսոփայությունը, Հայաստանը որպես օբյեկտ, որպես փալաս, որպես ուղակի sense արտաքին շահերի տարածք այդ փիլիսոփայությունը չի ընդունի, կկոտրի այդ ավանդույթը եւ հակառակ ճանապարհը մեր ժողովրդին կառաջարկի իրական անկախության եւ պայքարի ճանապարհը, մենք արդեն անում ենք դա եւ ներկայացնում ենք այդ այլընտրանքը իրականում, որը իրական ծրագրային դրույթներ կներկայացնի, որոնք բխում են իրականությունից, ոչ թե ֆանտազիաներից ու ցանկություններից ու պատրանքներից ու խաբեությունից ու դեմագոգիայից, այլ կվերցնի իրականությունը ինչպես դա կա մեր շուրջը եւ այդ իրականությունը համարժեք ելքեր, մեխանիզմներ կառաջարկի եւ կձևավորի, այս բոլորով միասին պետք է սա անենք, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ժողովուրդներից է կախված իրենց ճակատագիրը, մենք պետք է հասկանանք, որ դա նաեւ նշանակում է, որ մեզանից է կախված ընդհանրապես մեր երկրում ինչ քաղաքական զարգացում կլինի, այսինքն եթե մենք այդ կամքը դրսևորենք, կարողանանք իրոք ինքնակազմակերպել եւ ստեղծել ինչքան էլ դա բարդ լինի, դա ոչ բարդ գործ էս կյանքում չկա, այո շատ բարդ է, շատ դժվար է, բայց դա մենք պետք է անենք, եթե մենք ընդհանրապես ինչ որ բան ենք, այլ ոչ թե ուղղակի ասենք տենց խաղալիք են կամ մանիպուլյացիայի զոհավերժ պետք է կարողանանք անել այդ շատ դժվար գործը, բայց շատ պատվաբեր գործ է, շատ հետաքրքիր գործ է։ Եվ ես վստահ եմ, միշտ ասել եմ, վստահ եմ, իհարկե Հայաստանում կան եւ քիչ չեն, եւ նույնիսկ եթե քիչ են, դա էական չի, բայց կան հաստատ մարդիկ, որոնք չեն պատրաստվում եւ չեն համակերպվում, իրենք չեն ընդունում պարտությունը որպես ճակատագիր, գաղափարախոսություն, հոգեբանություն, աշխարհայացք, այս պարտված թույլ, այս խեղճ վիճակը խորթ է իրենց, ուղղակի իրենց ամեն ինչին խորթ է։ Այդ մարդիկ հաստատ կան, որոնք չեն պատրաստվում հրաժարվել հայկական քաղաքական նպատակներից, չեն պատրաստվում հայկական հայրենասիրությունից հրաժարվել։ Կան այդ մարդիկ, հաստատ կան, բայց ես էլ եմ ասում միակ ելքը նա է, որ ոչ թե մենք լինենք sense ինչ որ տեղեր առանձին, այլ մենք կազմակերպենք որպես քաղաքական կազմակերպություն, որովհետև այլ կերպ, քան քաղաքական կազմակերպությամբ հարցերը երկրին վերաբերող չեն լուծվում։ Որքան էլ շատերիս, այո, հասկանալիորեն տհաճ լինի քաղաքականություն բառը, կուսակցություն բառը, ընդհանրապես այդ բառը չեմ էլ սիրում ես ինքս, կուսակցություն հատկապես, ինչքան տհաճ լինի, բայց ուրիշ գործիք, ուրիշ ելք մարդկությունը չի հորինել երկրին վերաբերվող հարցերը, մարդկանց հանրությանը վերաբերվող հարցերը լուծվում են քաղաքական կազմակերպության միջոցով, ուրիշ բանով չեն լուծվում։ Թուղթ ու գրիչով չեն լուծվում, չգիտեմ, սիրուն նկարներով էլ են լուծվում մեծ մասշտաբում, բայց այդ ամեն ինչը պետք է մի հատ մեծ ցանցի մաս լինի, մի հատ մեծ շարժման մաս լինի եւ նույնպես կազմակերպված լինի։ Այդ մարդիկ ես վստահ եմ կան, այդ մարդիկ իրար արդեն գտնում են եւ դեռ գտնելու են, եւ մենք այդ անելու ենք, ինչքան էլ դա տևի, ինչքան էլ դա դժվար լինի։ Մենք պետք է ստեղծենք ընդ որում այդ ինչը որ մենք պետք է ստեղծենք, դա պետք է լինի իրոք սկզբունքային, ոչ մի խայտաբղետ, անսկզբունք դաշինքների, այդ այսպես կոչված կեղծ համախմբումների, ոչ մի նման բանի պետք չի գնալ։ Պետք է ստեղծել իրական մեկ կազմակերպություն, վերջ, ուրիշ բան պետք չի։ Պետք չի մտածել, ես իմ հետո ստեղծենք, հետո գնանք, ես իմ ինչեր անենք, համախմբվենք, այդ ամիջը լղոզում է, պետք չի լղոզել, պետք է իրոք գաղափարական եւ սկզբունքային եւ հետեւողական լինել եւ պետք է լինել նոր ոճի, նոր որակի, ուժ պետք է ստեղծել երիտասարդ,
ոչ թե դեպի անցյալը նայող, ոչ թե նոստալգիկ, ոչ թե sense նվնվացող ու լացող իրավիճակից հակառակը շատ ինքնավստահ, ուրախ, անկախ իրավիճակի ծանրությունից ելքերը տեսնող, պայքարը տեսնող, հավատացող հաղթանակին, այս սա է պետք, նոր ոճի բան է պետք, ոչ թե կործանում քարոզող, այլ հաղթանակ քարոզող, պայքար, հաղթանակ եւ անկախություն քարոզող, այսպիսի բան է մեզ պետք, երիտասարդ բան է մեզ պետք, նոր բան է պետք եւ տարիքային առումով եւ ոճի առումով։ Եվ մեծ հաշվով մենք սա էլ անում ենք, սա էլ անելու ենք։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, ես գուշակ չեմ կարող կանխատեսել, թե դեռ որքան կտևեն այս հաջողությունները մակերեսային այսօրվա իշխող կուրսի, ես իրոք չեմ կարող դա ասել, ես բայց կարող եմ ասել, որ երբեք մենք չպետք է համակերպվենք, երբեք ու երբեք չպետք է համակերպվենք այս հոգեբանության, այս գաղափարախոսության հետ եւ երբեք չենք էլ համակերպվելու, եթե պետք լինի, ես ասել եմ 10 տասնամյակներ էլ թող տևի, բայց ես կարծում եմ, որ 10 տասնամյակների հարց չի, ել եմ ասում, չեմ կարող ժամկետներ ասել, բայց ես ենթադրում եմ, որ որքան էլ մոտ շրջանում էլ գուցե ժամանակա, որ դեռ ինչ որ հաջողություններ ունենան, շատ չի մնացել, միգուցե 2-3 տարվա խնդիր է, ես չգիտեմ, բայց շատ անգամ է նաև իդեպ մեր ներքին Հայաստանի քաղաքական կյանքում այսպես եղել, որ թվացել է, որ տվյալ պահի իշխող ուժը արդեն բոլոր հարցերը լուծել է եւ հետո շատ արագ հենց դրանից հետո պարզվել է, որ ոչ միայն չի լուծել, այլև փլուզման եզրին է կարևորը, ոչ թե այդ ժամկետներն են, որոնք էլ եմ ասում, չեմ կարծում, որ շատ երկար լինեն ամեն դեպքում, կարևորը մենք պատրաստ լինենք, որտեղ երբ որ ժամանակը գա ու պարզվի, որ մենք էլի պատրաստ չենք, նորից հավաքվելու ենք, սկսելու ենք խոսալ, բա ինչ անենք, բա ժամանակ չկա, բա եւ այլն, բա ով էր ձեզ խանգարում, ով էր մեզ խանգարում պատրաստ լինել գոնե այս անգամ։ Որտեւ այո, մենք վերջին տարիներին շատ անգամ բաց ենք թողել իրավիճակներ, որտեւ պատրաստ չենք եղել, որտեւ անկազմակերպ ենք եղել, ցակուցրիվ ենք եղել, ցիրուցան ենք եղել, իսկ իրանք եղել են կազմակերպված բոլորը։ Իսկ մենք նստել ենք ու ասել ենք ինչ անենք, այ որպեսի նորից չգա այդ պահը եւ հաջորդ պահը, երբ որ գա մենք պատրաստ ու կազմակերպված ենք, հիմա պետքա գործենք, ոչ թե ասենք դե բան չի ստացվում կամ ժամանակ չկա կամ չգիտեմ ինչ անենք, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ երբ որ ժամանակը գա, այս ժամանակը անպայման գալու է, մենք պատրաստ լինենք եւ մեր երկրին տեր կանգնենք, մեր երկիրը ոչ մեկին չենք պատրաստում տալ, ոչ մեկին չենք պատրաստում զիջել, այս երկրում կան մարդիկ, որոնք այդ երկրի տերն են իրենց հոգեբանությամբ եւ լինելու են։ Կարևորը իրենք իրար գտած լինեն, կազմակերպված լինեն եւ իմանան ինչ են անելու։ Այսքանը այս տարի, կհանդիպենք մյուս տարի, էլի շատ հետաքրքիր տարի է լինելու, լավ տարի է լինելու եւ բոլոր տարիներն էլ Հայաստանի համար ի վերջո լավն են լինելու։ Կհանդիպենք։